Կանգ առ մի պահ։ Այս հաղորդագրությունը ոչ բոլորի համար է, ով այսօր պատահաբար նայում են։ Միլիոնավորներից ով կարող են հանդիպել այս տեսանյութին, միայն փոքր մասն է իսկապես հասկանալու, որ հենց հիմա երկինքն է խոսում քեզ հետ ուղղակիորեն։ Դու ամբողջովին ընտրված ես հենց այս պահին ստանալու այս հայտնությունը քո կյանքում։ Սա ոչ պատահականություն է, սա աստվածային նշանակում է։ Լսիր ուշադիր։ Եթե որոշես փակել այս հաղորդագրությունը առաջիկա մի քանի րոպեների ընթացքում, կարող ես բաց թողնել այն ճեղքումը, որը պատրաստվել է քեզ համար դեռևս քո ծնունդից առաջ։ Թշնամին արդեն գիտի, որ դու պատրաստվում ես ստանալ այն, եւ հուսահատ փորձում է շեղել քեզ հենց հիմա։ Նա քո մտքում ցանում է կասկածի մտքեր, ասելով, թե սա ընդամենը եւս մեկ սովորական տեսանյութ է, հրահրելով քեզ շարունակել ոլորելը դեպի ուրիշ բան։ Բայց ես ասում եմ քեզ, հաջորդ 15 րոպեների ընթացքում կփոխվի քո հոգևոր ճակատագիրը։ Քո անունը հենց հիմա փայլում է երկնքում։ Հրեշտակները արդեն ուղարկվել են քո կյանքի վերաբերյալ հստակ հրամաններով։ Կա մի գիրք, որի վրա ոսկե տառերով գրված է քո անունը, եւ այնտեղ գրվածը բացարձակապես կզարմացնի քեզ։ Բայց դու պետք է մնաս մինչև այս հաղորդագրության ավարտը, որովհետև վերջին խոսքերը, որ ասվելու են այստեղ, կարթնացնեն այնինչ չափազանց երկար ժամանակ քնած էր քո հոգում։ Հենց հիմա սեղմիր հավանել կոճակը, որպես համաձայնության նշան երկնքի հետ։ Այս պարզ գործողությունը ավելին է, քան պարզ մասնակցություն։ Այն դառնում է քո հոգևոր ստորագրությունը, հայտարարելով այո այն ամենին, ինչ Աստված ցանկանում է անել քո կյանքում այսօր։ Արա դա հենց հիմա, նախքան շարունակենք։ Քո ճեղքումը սպասում է քո հնազանդություն մյուս կողմում։ Դու գաղտնի լաց ես եղել, այո։ Դու անքուն գիշերներ ես անցկացրել, պարկած մտածելով, լսում է Աստված իմ աղոթքները։ Դու տեսել ես, թե ինչպես են ուրիշները ստանում իրենց հրաշքները, իսկ դու մնացել ես սպասման երկնային սենյակում, զգալով, որ աննկատ եւ մոռացված ես։ Դու գաղտնի հուսահատ աղոթքներ ես շշնջացել քո մեքենայում, քո ննջասենյակում եւ այն հանգիստ պահերին, երբ հավատում էիր, որ ոչ ոք չի լսում։ Բայց կա մի բան, որ պետք է հասկանաս։ Եվ դա ամեն ինչ կփոխի։ Աստված տեսել է յուրաքանչյուր արցունք, որ դու թափել ես խավարի մեջ։ Նա լսել է յուրաքանչյուր աղոթք, որ դու համարել ես անպատասխան։ Յուրաքանչյուր հավատարմության պահ, նույնիսկ երբ ոչ ոք չէր նայում, գրանցվել է։ Հրեշտակները զեկուցել են քո հաստատակամության, քո չհանձնվելու եւ քո շարունակական հավատի մասին, նույնիսկ երբ հանգամանքները գոռում էին հակառակը։ Երկինքը մանրակրկիտ գրառումներ է վարել, եւ քո գիրքը լի է քո դիմացկունության վկայություններով։ Դու չես ապրել պատիժ, դու եղել ես պատրաստության մեջ։ Այն, ինչ թվում էր ուշացում, իրականում աստվածային դասավորություն էր։ Այն, ինչ թվում էր մերժում, իրականում պաշտպանություն էր։ Այն, ինչ թվում էր լռություն, Աստծո կողմից կատարյալ ժամանակի մանրակրկիտ կազմակերպումն էր քո չեղքման համար։ Յուրաքանչյուր փակ դուռը քեզ առաջնորդել է դեպի ավելի մեծ բան։ Յուրաքանչյուր հիասթափություն ձևավորել է քո բնավորությունը, այն ամենի համար, ինչ դու պատրաստվում ես ստանալ։ Բայց կա մի բան, որ դու չես գիտակցել։ Մինչ դու սպասում էիր, երկինքն աշխատում էր։ Մինչ դու աղոթում էիր, պատրաստվում էր ապահովումը։ Մինչ դու շարունակում էիր հավատալ, կառուցվում էր քո օրհնությունը։ Ուշացումը երբեք մերժում չի եղել, լռությունը երբեք լքում չի եղել։ Աստված պարզապես համոզվում էր, որ երբ քո պահը վերջապես կա, դու լիովին պատրաստ կլինես կրելու այն մեծությունը, ինչ նա պատրաստել է քեզ համար։ Հենց հիմա բացվում է ճշմարտությունը։ Քո ճակատագրի դեմ դավադրություն է եղել։ Ուժերն անդադար աշխատել են, որպեսզի թույլ չտան քեզ իմանալ, թե ով ես դու իրականում եւ ինչ է քեզ վիճակված գրել։ Նրանք շշնջացել են սուտ քո արժեքի, քո կոչման եւ քո ապագայի մասին։ Նրանք ցանել են կասկածներ Աստծո բարության վերաբերյալ քեզ նկատմամբ, բայց այսօր յուրաքանչյուր սուտ բացահայտվում է եւ յուրաքանչյուր ճշմարտություն դուրս է գալիս լույս։ Դու անսովոր ես, դու երբեք սովորական չես եղել։ Քո ներսում կա այն, ինչի հուսահատ կարիքն ունի այս աշխարհը։ Քո կյանքի վրա է գտնվում այն օծումը, որը կոտրում է լուծը եւ ազատում գերիներին։ Քո դենթեում գրված է կոչում, որը ցնցում է թագավորությունը եւ փոխակերպում մթնոլորտը։ Դու ընտրվել ես դառնալու ձայն քո սերնդի համար, լույս մթության մեջ փայլող վայրերում եւ լուծում խնդիրների, որոնք դեռևս չեն հայտնաբերվել։ Երկինքը պատրաստվում է բացահայտել ինչ-որ բան, որը ընդմիշտ կփոխի քո անցալումը։ Փակիր աչքերդ մի պահ եւ պատկերացրու ինքդ քեզ ոչ այնպես, ինչպես հիմա ես տեսնում ես քեզ, այլ այնպես, ինչպես երկինքն է տեսնում քեզ։ Դու հագնված ես արդարությամբ։ Դու պսակված ես բարեհաճությամբ։ Դու շրջապատված ես հրեշտակներով։ Դու կրում ես Աստծո փառքը։ Դու քայլում ես իշխանությամբ։ Դու խոսում ես զորությամբ։ Դու ապրում ես առատությամբ։ Դու շարժվում ես գերբնական ճեղքման մեջ։
Սա երևակայություն չէ, սա քո ճակատագիրն է, եւ այն պատրաստվում է դրսևորվել այնպես, որ շնչահերց լինես շնորհակալությունից։ Բայց նախ պետք է հասկանաս, թե ինչն է միջև հիմա խոչընդոտել այս իրականության հայտնվելուն քո կյանքում։ Քո դեմ դրվել է առաջադրանք։ Հոգևոր ուժերը փորձել են համոզել քեզ, որ դու սովորական ես, որ քո երազանքները անիրական են, եւ որ քո կոչումը ընդհանրապես երևակայություն է։ Նրանք ուղարկել են մարդկանց քո կյանք, ասելու հիասթափության խոսքեր։ Նրանք կազմակերպել են հանգամանքներ, ստիպելու քեզ կասկածել Աստծո բարությանը։ Նրանք ցանել են մտքեր քո մտքում, համոզելու, որ քո անցյալը զրկում է քեզ իրավունքից։ Բայց այսօր յուրաքանչյուր նշանակում չեղարկվում է, յուրաքանչյուր անեծք կործանվում է, յուրաքանչյուր սահմանափակում հանվում է, յուրաքանչյուր խոցնդոտ ոչնչացվում է։ Այն, ով կանգնած էր քո օրհնության ճանապարհին, շուտով կհեռացվի իր պաշտոնից։ Ուժերը, որոնք պայքարում էին քո դեմ, շուտով կցրվեն։ Զենքը, որ ձևավորվել էր քո դեմ, կդառնա դեմ նրանց, ովքեր ստեղծել են այն։ Հենց հիմա, մինչ դու լսում ես այս խոսքերը, ինչ-որ բան է փոխվում հոգևոր աշխարհում։ Հրեշտակները նոր դիրքեր են զբաղեցնում քո կյանքի շուրջ։ Դևերին հրամայվում է բաց թողնել իրենց բռնությունը։ Դռները, որոնք ժամանակին փակ էին, հիմա ստանում են նոր բանալիներ։ Երկնքի պատուհանները, որոնք թվում էին փակ, բացվում են։ Քո շուրջ մթնոլորտը մաքրվում է։ Քո ոտքերի տակ հողը օրհնվում է։ Դու մտնում ես գերբնական արագացման եթերում։ Այնինչ պետք է տևեր տարիներ, կտեղի ունենա ամիսների ընթացքում։ Այնինչ պետք է տևեր ամիսներ, կբացվի շաբաթների ընթացքում։ Այնինչ պետք է տևեր շաբաթներ, կտեղի կունենա օրերի ընթացքում։ Աստված պատրաստվում է փոխհատուցել կորցրած ժամանակը։ Նա վերականգնում է այն տարիները, որոնք թշնամին փորձել է գողանալ։ Քո ջանքերը շուտով կբազմապատկվեն, եւ քո արդյունքները կմեծանան։ Հաջորդ 72 ժամվա ընթացքում դու կնկատես առաջին նշանը։ Դա կարող է գալ հեռախոսազանգի տեսքով, անսպասելիորեն լավ նորություններով։ Դա կարող է լինել էլեկտրոնային նամակ, որը ամբողջությամբ կփոխի քո ուղղությունը։ Դա կարող է գալ խոսակցության միջոցով, որը կբացի դուռ, որի մասին դու նույնիսկ չէիր պատկերացնում։ Դա կարող է լինել չեկ փոստով, որը դու չէիր սպասում։ Դա կարող է լինել բուժում քո մարմնում, որը բժիշկները չեն կարողանա բացատրել։ Դա կարող է նույնիսկ լինել հարաբերությունների վերականգնում, որոնք ժամանակին անհնարին էին թվում։ Բայց սա միայն սկիզբը կլինի։ Այս ամիսը ավարտվելուց առաջ դու կապրես այնպիսի հզոր ճեղքում, որ ծնկի իջնես շնորհակալությունից։ Մոտեցող օրհնությունը ոչ միայն կբավարարի քո կարիքները, այն կհեղեղի քո կյանքի յուրաքանչյուր ոլորտը։ Դու կունենաս ավելին, քան բավական է ուրիշներին օրհնելու համար։ Քո կյանքը կդառնա Աստծո հավատարմության վկայություն։ Դու կդառնաս ապրող ապացույց, որ հրաշքները դեռ տեղի են ունենում։ Արաքներում 13:22-ում նշված հարստության փոխանցումը սկսում է գործել քո կյանքում։ Անարդարների հարստությունը, պահպանված արդարների համար շուտով կազատվի։ Փողերը, որոնք գտնվում էին սխալ ձեռքերում, պատրաստվում են անցնել ճիշտ ձեռքեր։ Ռեսուրսները, որոնք նախկինում պահվում էին եսասեր մարդկանց կողմից, կվերաբաշխվեն նրանց, ովքեր արատաձեռն են։ Դու պատրաստվում ես ստանալ ժառանգություն, որի համար չես աշխատել, աղբյուրներից, որոնց երբեք չես սպասել։ Քո կյանքի վրա հայտարարվում է $50,000 պարտքի չեղարկման հրաման։ Անկախ նրանից դա կգա անսպասելի ապահովման, աստվածային բարեհաճության կամ հրաշալի միջամտության միջոցով։ Ֆինանսական բեռը, որը ճնշում էր քեզ, շուտով կհանվի։ Մշտական սթրեսը, մտածելով, թե ինչպես վճարել հաշիվները, շուտով կվերածվի վկայության, թե ինչպես է Աստված միշտ ապահովում։ Եվ այս օրհնությունը ոչ միայն կբավարարի քո կարիքները, այն կլինի արատ։ Դու կունենաս բավական, վճարելու քո հաշիվները, բավական օրհնելու քո ընտանիքը, բավական սերմանելու Աստծո արքայությունում եւ բավական պահպանելու ապագայի համար։ Սերնդային հարստությունը սկսում է հաստատվել քո տոհմի միջոցով։ Քո երեխաները եւ նույնիսկ քո երեխաների երեխաները կօգտվեն այն ճեղքումից, որը սկսվում է քո կյանքում այսօր։ Քո ճակատագրի համար աստվածային կապեր արդեն կազմակերպվում են։ Մարդիկ, ովքեր պահում են քո հաջորդ մակարդակի բանալիները, շուտով կանցնեն քո ճանապարհով։ Հարաբերությունները, որոնք նախատեսված են արագացնելու քո կոչումը, կազմակերպվում են հենց երկնքի կողմից։ Ուսուցիչները, ովքեր կներդնեն քո ներուժի մեջ, շուտով կնկատեն քեզ։ Գործընկերները, ովքեր կօգնեն քեզ կատարել քո կոչումը, շուտով կբացահայտվեն։ Հաջորդ 7 օրվա ընթացքում դու կհանդիպես մեկին, ով կփոխի քո կյանքի ուղղությունը։ Այդ մարդը կրում է օծում, որը կարթնացնի այն, ինչ երկար ժամանակ քնած էր քո ներսում։ Նա ունի մի խոսք, որը կբացի այն դուռը, որին դու այդքան երկար ժամանակ փորձում էիր բացել։ Նա ունի կապ, որը կմիացնի հեռավորությունը այնտեղից, որտեղ դու հիմա ես, մինչև այնտեղ, որտեղ դու նախատեսված ես հասնել։ Հետևաբար, ուշադիր եղիր այս շաբաթվա աստվածային հանդիպումների նկատմամբ։ Հենց հիմա բուժիչ զորությունը հոսում է քո մարմնի յուրաքանչյուր բջիջով։ Այն ամենը, ինչ հարձակվում է քո առողջության վրա, հաղթվում է արմատից։ Այն ամենը, ինչ ցավ է պատճառում, լուծվում է աստվածային իշխանությամբ։
Այն ամեն ինչ սպառում էր քո ուժը վերածվում է գերբնական միջամտությամբ։ Քո մարմինը վերականգնվում է Աստծո սկզբնական ծրագրին համապատասխան։ Քաղցկեղային բջիջները մահանում են, շաքարախտը հակադարձվում է։ Բարձր արյան ճնշումը վերադառնում է նորմալի, դեպրեսիան հեռանում է, անհանգստությունը փոխարինվում է խաղաղությամբ, անքնությունը բուժվում է գերբնական խաղաղությամբ, քրոնիկ ցավը հեռացվում է Աստծո զորությամբ։ Քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։ 7 օր բարեհաճություն հիմա ազատվում է քո կյանքի վրա։ Սա ոչ պարզապես օրհնության եթեր է, սա ճեղքման դարաշրջան։ Հաջորդ 2 տարվա եւ 1 ամսվա ընթացքում անսովոր շնորհք կհետևի քեզ։ Դռները, որոնք պետք է մնային փակ, կբացվեն։ Մարդիկ, որոնք պետք է ասեին ոչ, կասեն այո։ Կհայտնվեն հնարավորություններ, որոնց հետ դու նույնիսկ չես հետապնդել։ Բարեհաճությունը տուղեկցի քեզ ամենուր, որտեղ դու գնաս։ Բայց կա մի բան, որ թշնամին հույս ունի, որ դու երբեք չես գիտակցի։ Նա նույնպես դիտում է այս հաղորդագրությունը։ Նա գիտի, թե ինչ է պատրաստվում տեղի ունենալ քո կյանքում։ Եվ նա սարսափում է։ Նա մոբիլիզացնում է բոլոր ուժերը կանգնեցնելու այն, ինչ Աստված պատրաստվում է անել։ Նա կփորձի ուղարկել շեղումներ, հիասթափություններ եւ ուշացումներ կանգնեցնելու քո ճեղքումը։ Նա կարող է այս շաբաթ մարդկանց ուղարկել, որպեսզի բացասական խոսեն քո կյանքի մեջ։ Նա կարող է կազմակերպել իրավիճակներ, որոնք նախատեսված են ստիպելու քեզ կասկածել այն ամենին, ինչ դու այսօր լսել ես։ Նա կարող է նույնիսկ մտքեր ցանել քո մտքում, փորձելով համոզել քեզ, որ սա ընդամենը եւս մեկ տեսանյութ էր, դատարկ խոստումներով լի։ Բայց դու պետք է հիշես այս պահը։ Ամուր բռնիր այն ամենին, ինչ երկինքն ասաց քո սրտին այսօր։ Այն, ով արգելափակում էր քո օրհնությունը, գիտի, որ իր ժամանակը վերջանում է։ Մարդը, ով գաղտնի խոսում էր քո դեմ, շուտով կբացահայտվի։ Զորությունը, որը նշանակված էր կանգնեցնելու քեզ, շուտով կվերանշանակվի։ Դևը, որը անհանգստացնում էր քո ընտանիքը, շուտով կվտարվի։ Անեծքը, որը հետևում էր քո տոհմին, շուտով կկործանվի։ Այն, ինչ ուրիշները չարիքով մտածել էին քո դեմ, Աստված հիմա դարձնում է բարիք։ Նրանց զենքը սկսում է դառնալ իրենց դեմ։ Թագարնը, որ նրանք պատրաստել էին քեզ համար, բռնել է իրենց, քեզ փոխարեն։ Փոսը, որ նրանք փորել էին քեզ համար, դարձել է իրենց սեփական գերեզմանը։ Սուտը, որ նրանք տարածել էին քո մասին, բացահայտվում է այնպիսին, ինչպիսին կա։ Հեղինակությունը, որ նրանք փորձել էին ոչնչացնել, վերականգնվում է ավելի մեծ պատվով։ Հենց հիմա կրակե պատնեշը շրջապատում քո կյանքը։ Հրեշտակները կրակոտ սրերով կանգնած են պահակության մեջ քո ընտանիքի շուրջ։ Ոչ մի զենք, որ ստեղծվել է քո դեմ, հաջողության չի հասնի։ Յուրաքանչյուր լեզու, որ բարձրանում է քո դեմ դատաստանի մեջ, դատապարտվում է։ Թշնամին չի կարողանա դիպչել քեզ իր ծրագրերով։ Նրա հարձակումները չեն կարող հասնել քեզ։ Քո ճակատագիրը չի կարող կանգնեցվել, բայց դու պետք է ուշադիր հետևես երկնային հրահանգներին։ Կան 3 բան, որ դու պետք է անես հաջորդ 24 ժամվա ընթացքում, ակտիվացնելու այն ամենը, ինչ ասվել է քո կյանքի վրա այսօր։ Սա առաջարկ չէ, սա պահանջ է։ Քո ճեղքումը կապված է քո հնազանդության հետ, այս աստվածային հրամանով։ Առաջինը, հենց հիմա դու պետք է բարձրաձայն ինչ-որ բան հայտարարես։ Այս խոսքերը արտասանիր քո բերանով, ոչ միայն մտքերիդ մեջ։ Ես ընտրված եմ Աստծո կողմից գերբնական ճեղքման համար։ Ես ընդունում եմ յուրաքանչյուր օրհնություն, որ արտասանվել է իմ կյանքի վրա այսօր։ Ես մերժում եմ թշնամու յուրաքանչյուր սուտ եւ ընդունում եմ յուրաքանչյուր ճշմարտություն երկնքից։ Իմ սպասման եթերը ավարտվել է եւ իմ ընդունման եթերը սկսվել է։ Ասա դա հիմա իշխանությամբ եւ համարձակ հավատով։ Երկրորդը, հաջորդ 24 ժամվա ընթացքում դու պետք է հեռացնես բացասական ազդեցությունը քո տարածությունից։ Մաքրիր քո միջավայրը ամեն ինչից, որ խոսում է մահվան մասին, կյանքի փոխարեն։ Հետևիր սոցիալական ցանցերում այն մարդկանցից, ովքեր մշտապես տարածում են բացասականություն։ Դադարեցրու դիտել այն ծրագրերը, որոնք լցնում են քո միտքը խավարով։ Դադարեցրու լսել այն երաժշտությունը, որը թուլացնում է քո հոգին։ Ստեղծիր տեղ, որտեղ կարող է մնալ Աստծո ներկայությունը եւ որտեղ նրա ձայնը կարող է հստակ լսվել։ Երրորդը, գրի առա 3 անուն, որոնք հենց հիմա գալիս են քո մտքին։ Սրանք մարդիկ են, ովքեր պետք է լսեն այս հաղորդագրությունը։ Նրանք քո առաքելության մասն են։ Քո ճեղքումը կապված է նրանց ճեղքման հետ։ Երբ դու ուղարկես նրանց այս տեսանյութը, դու ոչ միայն օրհնում ես նրանց, դու ակտիվացնում ես քո սեփական օրհնությունը։ Սերմանելու եւ հնձելու սկզբունքը հիմա սկսում է գործել քո օգտին։ Քեզ մնացել է պակաս քան 18 ժամ այս հրահանգները կատարելու համար։ Դրանից հետո հոգևոր պատուհանը, որ կապված է այս կոնկրետ ճեղքման հետ, սկսում է փակվել։ Սա չի նշանակում, որ Աստված դադարում է սիրել քեզ, եւ սա չի նշանակում, որ նա չի կարող օրհնել քեզ այլ ձևերով։ Բայց այս կոնկրետ հրաշքը, որ պատրաստվել է քեզ համար,
կարող է անցնել մեկ այլ մարդու, ով պատրաստ է ընդունել այն։ Օրհնությունները չեն անհետանում, նրանք անցնում են։ Եթե մեկը պատրաստ չէ ընդունել այն, ինչ Աստված ուզում է տալ, նա կհանձնի այն նրան, ով պատրաստ է։ Կան մարդիկ, ովքեր հենց հիմա աղոթում են այն նույն ճեղքման համար, որ առաջարկվել է քեզ այսօր։ Մի թույլ տուր, որ քո ուշացումը դառնա ինչ-որ մեկի օրհնություն։ Մի թույլ տուր, որ քո կասկածը դառնա նրանց հրաշքը։ Միայն 3 մեկ մարդ դիտել է այս նույն հաղորդագրությունը եւ 6 ժամվա ընթացքում ստացել է հեռախոսազանգ աշխատանքի առաջարկով, որի համար նույնիսկ դիմում չէր ներկայացրել։ Թեխասից մի դիտող կիսվել է, որ իր դուստրը, ով 3 տարի օտարված էր, հանկարծ զանգահարել է եւ խնդրել ներողություն։ Նիգերիայից մի տղամարդ վկայել է, որ իր վիզայի դիմումը, որը նախկինում մերժվել էր 4 անգամ, հանկարծ հաստատվել է հաջորդ օրը այս տեսանյութը դիտելուց հետո։ Սա պատահականություն չէ, սա հաստատում է, որ երկինքը գործում է, երբ մարդիկ համաձայնվում են Աստծո խոսքի հետ եւ հնազանդվում նրա հրահանգներին։ Քո վկայությունը հաջորդն է, քո հրաշքը սպասում է, քո ճեղքումը արդեն պատրաստ է, բայց այն պահանջում է քո մասնակցությունը, քո հնազանդությունը եւ քո հավատը։ Հետհաշվարկն արդեն սկսվել է, յուրաքանչյուր վայրկյան ուշացումը 1 վայրկյան է ավելի մոտեցնում այս աստվածային հնարավորությունը բաց թողնելուն։ Յուրաքանչյուր վարանքի պահը մի պահ է, որը կարող էր մոտեցնել քեզ օրհնությանը։ Յուրաքանչյուր րոպե սպասումը մի րոպե է, որ մեկ ուրիշը կարող է օգտագործել, ստանալու այն, ինչ սկզբնապես նախատեսված էր քեզ համար։ Հետևաբար հենց հիմա ընդունիր այս օրհնությունը քո կյանքի վրա, մինչ այս խոսքերը թափվում են քեզ վրա, երկինքն արդեն շարժվում է քո համար։ Հրեշտակները հիմա ուղղվում են քո հասցեին։ Ապահովումը ազատվում է երկնային գանձարաններից, բուժումը ուղարկվում է քո մարմնին, վերականգնումը հայտարարվում է քո հարաբերությունների վրա, բարեհաճությունը ակտիվացվում է քո հանգամանքներում։ Մոտակա օրերին դու կդառնաս վկա նշանների եւ հրաշքների։ Դու կտեսնես Աստծո ձեռքը գործող, այնպես որ ոչ մի կասկած չի մնա նրա սիրո մասին քեզ հանդեպ։ Ճեղքումները կհայտնվեն այնպես, որ դու կլացես շնորհակալությունից։ Օրհնությունները կգան եւ կհեղեղեն քեզ նրա բարությամբ։ Դու կքայլես բարեհաճության մակարդակով, որը կզարմացնի բոլորին շուրջդ։ Այս շաբաթվա վերջին սպասիր անսպասելիին։ Ստուգիր քո հեռախոսը լավ նորությունների համար։ Ստուգիր էլեկտրոնային փոստդ աստվածային հնարավորությունների համար։ Ստուգիր քո փոստարկղը գերբնական ապահովման համար։ Ստուգիր քո սիրտը գերբնական խաղաղության համար։ Աստված պատրաստվում է գործել քո կյանքում այնպես, որ դու անխոս կմնաս զարմանքից։ Թող Աբրահամի, Իսհակի եւ Հակոբի Աստվածը բացի երկնքի պատուհանները քո կյանքի վրա եւ թափի օրհնություն, որ դու չես կարողանա տեղավորել։ Թող նա հրամայի իր հրեշտակներին պահպանել քեզ եւ պահել քո բոլոր ճանապարհներում։ Թող նա տա իր դեմքի փայլը քեզ վրա եւ լեցնի քեզ խաղաղությամբ։ Թող նա հաստատի քո ձեռքերի աշխատանքը եւ առաջնորդի քո ճանապարհը առաջ։ Թող պաշտպանված եւ օրհնված լինի քո ընտանիքը։ Թող քո երեխաները քայլեն իմաստությամբ եւ բարեհաճությամբ։ Թող ամրապնդվի եւ վերականգնվի քո ամուսնությունը։ Թող լցվի քո տունը ուրախությամբ եւ խաղաղությամբ։ Թող նորոգվի քո առողջությունը եւ ուժը բազմապատկվի։ Թող օրհնվեն քո ֆինանսները եւ պարտքերը չեղարկվեն։ Թող պարզ դառնա քո կոչումը եւ կատարվի քո նախատեսվածը։ Թող բացվեն դռները, որոնք ոչ ոք չի կարողանա փակել։ Թող հայտնվեն հնարավորություններ, որոնք կգերազանցեն քո սպասումները։ Թող ձևավորվեն աստվածային կապեր, որոնք արագացնում են քո ճակատագիրը։ Թող քո շնորհները ստեղծեն տեղ քեզ համար եւ դուրս բերեն քեզ ազդեցիկ մարդկանց առջև։ Հենց հիմա սեղմիր հավանել կոճակը, որպես քո վերջնական համաձայնություն երկնքի հետ։ Թող այս գործողությունը դառնա քո հոգևոր ստորագրությունը այն օրհնության վրա, որ պատրաստվել է քեզ համար։ Մեկնաբանություններում գրիր թիվը 777, ակտիվացնելու քո բարեհաճության եթերը։ Կիսվիր այս հաղորդագրությամբ նրա հետ, ով այսօր կարիք ունի ճեղքման, որովհետև քո օրհնությունը բազմապատկվում է, երբ դու դառնում ես օրհնություն ուրիշների համար։ Քո սպասման ժամանակը ավարտվել է։ Քո ընդունման պահը եկել է։ Գնա առաջ հավատով։ Համարձակորեն քայլիր դեպի քո նախատեսվածը։ Ընդունիր կոչումը, որ դրված է քո կյանքի վրա։ Դու ընտրված ես, օրհնված ես, դու հաղթող ես։ Աստված քեզ հետ է եւ ոչինչ չի կարող դիմակայել քեզ։ Սա քո աստվածային նշանակումն է։ Սա քո ճեղքման պահն է։ Սա քո գերբնական բարեհաճության եթերն է։ Ընդունիր այն, հավատա, ապրիր դրանով։ Քո կյանքը այլևս երբեք նույնը չի լինի։ Աստված առատորեն կօրհնի քեզ, իմ սիրելի զավակ։ Քո հրաշքն արդեն ճանապարհին է։